Արարատի մարզի այս բնակավայրի անունը կնքել է անձամբ Հովհաննես Շիրազը, հյութալի դեղձերով հարուստ գյուղը անվանելով Դեղծուտ։ Դեղծուտը Երևանից հեռու է մոտ 30 կիլոմետր, գտնվում է Ազատ գետի ձախ ափին։ Գյուղը մեծ չէ, սակայն նույնիսկ այս փոքրիկ տարածքում բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, աճեցնելով քաղցրահամ դեղձը, ծիրանն ու արևահամ այլ մրգեր։ Դեղծուտի անվանակոչման մասին պատմում է վարչական ղեկավար Յուրիկ Մուրադյանը։ Այս մեր Ազատ գետի ափին ունենք հողատարածքներ, որտեղ լավ իրոք բերք է լինում, կարմիր են վառվռուն դեղձերից, այդ իսկ պատճառով էլ Հովհաննես Շիրազը մտքով անցել ասել է ինչի ոչ Դեղծուտ։ Եկեք վերանվանենք Դեղծուտ։ Գյուղը վերափոխվել է Դեղծուտ անուն։ Գյուղը հիմնադրել են 1915 թվականի ցեղասպանությունից հետո Մուշից, Վանից, Զարիղամիշից, Էրզրումից, Արազդայինից, ինչպես նաև Իրանից գաղթած եւ այստեղ հաստատված մարդիկ։ Լինելով հմուտ հողագործներ եւ լավ արհեստավորներ, հիանալի իմանալով հողի գաղտնիքները եւ ունենալով բնության պարգև առատ ջուր, կարճ ժամանակում գյուղը դարձնում են Արարատյան դաշտի մրգի ու պտղի առատ շտեմարան։ Անունը Դեղծուտը ասում է, որ դեղց ունենք դեղցենի, ծիրանենի, սալորենի, բալենի, գրեթե բոլոր մրգի տեսակներն ունենք։ Անասնապահությամբ շատ քիչ են զբաղվում, հիմնական հողագործությամբ։ Գյուղում վերջին տարիներին սկսվել են նշանակալի զարգացումներ կրթական ոլորտում։ Առաջին եւ ամենակարևոր ծրագիրը դպրոցի կառուցումն էր, իսկ նոր մանկապարտեզի կառուցումը ընթացքի մեջ է։ Նոր մանկապարտեզ է կառուցվում 3 գյուղի երեխաների համար, 6 խմբանոց մանկապարտեզ է։ Ունենք դպրոց, մոդուլային դպրոց, որը որ հիմնովին վերակառուցվել է 2020 թվականին, շահագործման է անցել 2022 թվականից։ Միջնակարգ դպրոց է, եվրոպական չափանիշներին համապատասխան։ Գյուղում գործում է նաև մշակույթի տուն, որը վերածվել է համայնքային կյանքի կենտրոնի։ Այստեղ կազմակերպվում են բարի խմբակներ, որտեղ հաճախում են գյուղի փոքրիկներն ու պատանիները։ Մշակույթի տանն է գտնվում նաև գրադարանը 6000 միավոր գրքով։ Բացի մշակութային եռուզեռից, մշակույթի տունը նաև գյուղի մեծահասակների համար ծառայում է որպես ժամանցային կենտրոն։ Նրանք ազատ ժամանակն այստեղ են անցկացնում ինտելեկտուալ խաղեր խաղալով եւ միմյանց հետ շփվելով։ Պարուսույց ունենք, բավականին նոր երիտասարդ աղջիկ է։ Ինձ թվում է պարապմունքներն անցնում են բավարար, նորմալ է, ես ինքս այցելում եմ ժամանակ առ ժամանակ։ Պարում են երեխաները, ուրախանում են։ Բաքում տեղադրված է պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, իսկ ամառային ամիսներին մշակույթի տան բակում կազմակերպվում են համերգներ եւ տոնական միջոցառումներ։ Ճիշտ է, ինքը փոքր գյուղ է, բայց տվել է հանրաճանաչ մարդիկ, մեր հարգարժան Տիկին Փառանձեմը Մեթիխանյան, պետական համալսարանում դոկտոր պրոֆեսորի աստիճան, Յուրան Ավետիսյան, ունեցել ենք անվանի մարդիկ, որոնք որ ուսանում են ու կանգնում են այսօր գյուղի կողքին, մեր աշակերտների կողքին։ Գյուղական համայնքներում ուսուցչի կերպարը շատ ավելի ազդեցիկ է։ Նրանք ոչ միայն կրթում են երեխաներին, այլև մասնակցում են համայնքի սոցիալական եւ մշակութային կյանքին, դառնալով դրա անբաժանելի մասը։ Դեղծուտը կրթական բարեփոխումների այն օրինակներից է, որն ապացուցում է, անգամ փոքր համայնք լինելու հանգամանքը չի կարող խախտել լավ կրթություն ստանալու սկզբունքն ու հնարավորությունը։ Համայնքի բնակիչները գնահատում են կրթության տված այն բարիքը, որ այստեղ փոխակերպվում է կյանքի որակի։ Մենք բոլորս էլ միշտ կանգնած ենք դպրոցի կողքին, երեխաների ուսանողության կողքին, ինչի՞ չէ։ Հնարավորինս սահմաններում էլ կարողանում ենք աջակցել, օգտակար լինել, որպեսզի ել ավելի բարենպաստ պայմաններում սովորեն մեր երեխաները։ 2023 թվականի սեպտեմբերից գյուղի կրթական ու մշակութային կենտրոնը դարձավ նորակառույց միջնակարգ դպրոցը։
Ուսուցչի մասնագիտության եւ նրա առաքելության մասին կխոսենք Դեղցուտի դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Աստղիկ Վարդանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ եւ բազմամյա փորձ ունեցող մանկավարժ Աստղիկ Վարդանյանը ֆիզիկա է դասավանդում այս դպրոցում։ Դպրոցը հիմնադրվել է 1968 թվականին։ Հիմնովին վերակառուցվել է 2020-2023 թվականներին։ Դպրոցում կրթություն է ստանում 113 աշակերտ, իսկ դասավանդում 22 ուսուցիչ, որոնցից կամավոր ատեստավորված է 2-ը։ Դպրոցն ունի նախակրթարան, քիմիա կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության եւ ինֆորմատիկայի լաբորատորիաներ, որոնք հագեցած են անհրաժեշտ գույքով եւ պարագաներով։ Դպրոցն ունի հանդիսությունների սրահ, մարզադահլիճ, հագեցած սպորտային գույքով, իսկ դրսում մարզադաշտ եւ ջերմատուն։ Դպրոցում կա նաև արտակարգ պատահարների դեպքում նախատեսված թաքստոց։ Տասերորդ դասարանում առկա է 3 հոսք՝ ֆիզիկա-մաթեմատիկական, կենսաֆիզիկա եւ ընդհանուր։ Բացի մասնագիտական առարկաներից, դպրոցում ուսումնական խմբակներում ուսումնասիրվում են առողջ ապրելակերպ եւ մասնագիտական կողմնորոշում։ Տիկին Վարդանյան, ինչու որոշեցիք ձեր ամբողջ կյանքը նվիրել ուսուցչությանը։ Երբ դպրոցը ավարտեցի, անկեղծ ասած, ես երկմտում էի երկու մասնագիտությունների միջև՝ բժշկի եւ մանկավարժի։ Հետո երբ ընտրեցի մանկավարժի մասնագիտությունը եւ հասկացա, որ դա շատ նման էր նաեւ իմ առաջի ընտրության, միայն մի տարբերությամբ, եթե բժիշկը անմիջապես է ներգործում մարդու վրա, ապա մանկավարժությունը տարիների արդյունք է, ու ես շատ գոհ եմ իմ ընտրած մասնագիտությունից, եթե նորից ինձ թույլ տան ընտրել մասնագիտություն, հաստատ դարձյալ կընտրեմ մանկավարժի մասնագիտությունը։ Տիկին Վարդանյան, այս պահին դուք դաս ունեք։ Այո։ Կարելի է միանալ ձեր դասին, ինձ շատ հետաքրքիր է լաբորատոր, ինչպես է ֆիզիկան դասավանդվում, նաև կուզենամ թարմացնել իմ գիտելիքները։ Մեծ սիրով։ Ես միայն վերջում ուզում եմ նաև թույլ տաք, եթե շնորհակալություն հայտնեմ մեր դպրոցի ամբողջ աշխատակազմին, հանձինս տիկին մեր տնօրենին Կարապետյանին, ինչի համար հավատացնում եմ ձեզ, մենք օրը սկսում ենք սիրով բարի լույսներով, ավարտում ենք սիրով ստեսություններով, շատ առողջ նորմալ մթնոլորտ է ստեղծված ուսման համար։ Գնացինք։ Դպրոցը մարդկանց հետ հաղորդակցվելու եւ գիտելիքներ վերցնելու միջավայրն է։ Մեր երկրորդ տունն է, որտեղից մենք լիքը բան հասկանում ենք, թե մեզ ոնց պետք է դրսևորենք, որտեղ առաջի քայլերը երեխան կատարելով արդեն հասնում է հասունության շեմին ու հասկանում է, որ ձևավորվել է ամբողջությամբ մարդ իր ուսուցիչների շնորհիվ, իր տված գիտելիքների շնորհիվ եւ դպրոցի շնորհիվ։ Դպրոցը գիտության հիմնաքարն է, որտեղ երեխաները այցելում են եւ սովորում են եւ դա նրանց հնարավորություն է տալիս, որ առաջ գնան։ Դպրոցը այն օջախն է, որտեղ որ մենք ստանում ենք գիտելիք։ Այն վայրն է, որտեղ որ մենք ձեռք ենք բերում նոր ընկերներ։ Դպրոցը այն կրթօջախն է, որտեղ մենք ստանում ենք գիտելիքներ, ունենում ենք ընկերներ եւ նրանց հետ ենք լինում միշտ։ Այս դպրոցը կարող է, ոնց ասեմ, մարդկանց փոխի, էլի։ Վատից արքի լավը։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Նստեք։ Ես ներկայացնում եմ Սուսինեին, որը այսօր մասնակցել է մեր դասին։ Երեխաներ, խնդրում եմ չհուզվեք, պայք ձեզ այնպես ինչպես օրական դասաժամին։ Եղա ես չհուզվում, ընկեր Վարդանյան, շնորհակալ եմ, խնդրեմ, նստեք։ Այսօրվա մեր դասի նպատակն է երեխաներ փորձերի միջոցով էլեկտրական երևույթներ եւ էլեկտրամագնիսական երևույթները ստացված օրենքները հաստատել փորձերի միջոցով։ Մենք գիտենք, որ ֆիզիկայի հիմքը հանդիսանում է փորձերը։ Սկսվում է ֆիզիկան ամբողջ կյանքում սկսած նախնային հին ժամանակներից, սկսվում է դիտումներ, ենթադրություններ,
Փորձերից հետո օրենքներ, օրենքից հետո երևույթների միացում եւ տեսություն։ Այսինքն ֆիզիկայի հիմքը կազմում է փորձը։ Ինչքան էլ որ մենք տեսականը բացատրենք, միևնույն է, փորձը մեկ անգամ տեսնելուց դուք չեք մոռանա։ Հիմա, քանի որ թեման էլեկտրական երևույթներ եւ էլեկտրամագնիսական երևույթներն են, ես խնդրեմ էլեկտրոստատիկ մեքենայով ստանանք էլեկտրական պարպում եւ բացատրենք մեքենայի աշխատանքի սկզբունքը, որ էլեկտրական երևույթներից մեկն է։ Ով է ցանկանում։ Արի Ռազմիկ ջան։ Սա էլեկտրոստատիկ մեքենա է, որը կազմված է դիսկերից, մեկուսիչ դիսկերից, ոզանակներից եւ հաղորդալարից, որոնք էլ մետաղից են։ Այդ հաղորդալարը միանալով մեր գնդերին ձեռքի մեխանիկական բտումից առաջանում են էլեկտրական լիցքեր, որոնք էլ իրար ավելի մոտեցնելիս այդ լիցքերը հավասար են իրար, բայց ունեն տարանում։ Իրար մոտեցնելիս առաջանում է որոշակի պարպում, որն էլ կոչվում է, որից էլ մենք ստանում ենք էներգիա։ Էլեկտրական պարպում։ Հիմա երեխաները ովքեր են ուզում այդ պարպումը իրենց վրա ցուցադրվի, կազմենք էլեկտրական շղթա։ Եկեք, հաստատ, բայց չվախենա, քանկարծ արի, ահա Սուսինեն էլ է գալիս, շատ ուրախ եմ, մի հատ բռնում եք, իրար շղթա է կազմում, վերջում, գնացինք, հլը դեր չէ, չէ, ես խնդրում եմ, 3-4, արի Մարիա մտի ֆրացու, արագ պտի, արագ, Մարիամ, Տիկին Վարդանյան, այս արագ փոփոխվող աշխարհում ֆիզիկան այն հիմնական գիտություններից մեկն է, որ ոչ թե ավելի շատ փոփոխվում, այլ զարգանում է։ Այդ զարգացումը դասավանդման մեթոդներով ինչպես է կարողանում բերել դպրոց եւ ուսուցանել աշակերտներին։ Ես թույլ կտակ նախորդ շնորհակալություն հայտնեմ մեր կառավարության եւ գիտության կրթության նախարարությանը, որ իրենք լծվել են դպրոցաշինությանը եւ կարողացել են ոչ միայն այսպիսի գեղեցիկ շենք համալիրներ ստեղծել, նաև լաբորատորիան հարստացնել լաբորատոր սարքավորումներով, ֆիզիկան առանց փորձերի, առանց կահավորանքի լաբորատոր սարքավորումներ դա դաշ չի։ Դրա համար էլ ես շնորհակալ եմ, որ կարողացան այս սարքավորումները բերել Դեղցոտի միջնակարգ դպրոց եւ ինձ տվեցին եւ մեր աշակերտներին ինչու՞ չէ լայն հնարավորություն, որ իրենց տեսականը նաև փորձնականով ամրապնդեն, որը ֆիզիկայի հիմքն է։ Եկեք ստանանք մենք մակացված հոսանք, ով է ուզում, արի Մարիամ ջան, մակացված հոսանք, ինչպես եք ստանում, մի հատ բացատրի Մարիամ ջան։ 1820 թվականին ֆիզիկոս Էրստեդը վերցնում է մի հատ հաղորդալար, վերցնում է մի հատ հաղորդալար 1820 թվականին ու կողքը դնում է մի հատ մագնիս։ Եվ մագնիսը մնում է դադարի վիճակում, երբ որ Էրստեդը հոսանքաբաց թողնում է հաղորդալարով, մագնիսը փոխում է իր ուղղությունը ու շարժվում է։ Ու տեղից Էրստեդը եզրակացնում է, որ եթե կա մագնիսականություն, ուրեմն կա հոսանք, որ հոսանքից ծնվում է մագնիսականություն։ Դրանից 2 տարի հետո Ֆարադեյը 1822 թվականին մտածում է, եթե հոսանքից ծնվում է մագնիսականություն, ուրեմն մագնիսականությունից է կարող է ծնվի հոսանք։ Եթե չունենանք կրթություն, մեր ապագան չի կարենա զարգանա, որտեղ կրթությունով ենք մենք հասկանում ամեն ինչ։ Կրթությունը մարդու գիտելիքների այն պաշարն է, որը մեզ ուղղորդում է ամբողջ կյանքում։ Կրթությունը ամենակարևոր արժեքն է մարդու կյանքում, որովհետև դա մի բան է, որը երբեք չի կարող ոչ ոք քեզանից խլել։ Հնարավորություններ է տալիս մարդուն եւ հասարակությանը առաջ գնալ, հասնել իրենց հնարավորություններին, նպատակներին։ Ինչքան դու խելք ունենաս, այդքանով կորոշվի քո իսկապական, քո նախաձեռնությունները։ Կրթությունը այն կարևոր բանն է, որ մարդը պետք է ստանա եւ կրթության շնորհիվ կարող են առաջ գնալ։ Կրթվածության շնորհիվ կարող ես քո երկիրը զարգացնես, ստեղծես տարբեր ինչ-որ զենքեր եւ այլն։ Ասածը տեսականը հիմնավորի փորձով։ Ահա։ Մենք ունենք շղթա, նորից Մարիամ ջան, նորից ցույց տու։ Մենք հիմա այստեղ հոսանքի աղբյուր ունենք։ Ոչ։ Մենք հիմա ինչ պետք է ստանանք Մարիամ ջան։ Հոսանք, ապրես, գնացինք։
մագնիսը տեղադրելով կոճի մեջ, սլաքը գնում է դեպի երբ որ մտցնում ենք գնում է դեպի աջ, սկաներով գնում է դեպի ձախ։ Ապրես, դա ինչ է նշանակում։ Նշանակում որ մեծանում փոխում է իրավունքը։ Այսինքն հոսանք ենք ստանում դրանցից եւ երկուսի դեպքում ավելի ուժեղ է լինում։ Ահա։ Ու իմ ասածի ապացույցերն է, որ ոչ թե մագնիսներից է ստացվում, այլ մագնիսի գծերի փոփոխությունից, որ սենց էլ է փոխվում։ Ապրես, նույնիսկ մագնիսը կարող ենք թողել անշարժ, բայց գծերի փոփոխությունը այդ հոսանքը ինչ հոսանք է կոչվում։ Մակածված հոսանք։ Իսկ այս դեպքում հյուսիսը հարավին է չեզոքացնում, իսկ այս հյուսիսը այս հարավին ու կմնա դադարի վիճակը։ Շատ ապրես։ Այսինքն այստեղ գծեր փոխվավ կա մագնիսական, ոչ, հոսանք չկա։ Մայրամ, մեր զովաշենի գեսը ոնց է աշխատում։ Նույն սկզբունքը չի։ Ինչ ենք անում, ջրի ամբարտակը բարձրացնում են գալիս է, պտույտ է կատարում, հաստատում մագնիսական դաշտում, փաթույթը նույն ձևում մակածվում է հոսանք։ Եվ երեխաներ մի բան ասեմ, Ֆարադեյի այս օրենքը, որ ստեղծեց 10 տարվա արդյունքում է, ինչքան հեշտ թվաց, չի, մագնիս էր վերցրիք, մցրեցիք կոճի մեջ հոսանք ստացաք, բայց այս մարդը ստացել է 10 տարվա արդյունքում։ Եվ երբ ստացավ այս փորձը, երեխաները ինքն ասում էր, ապագա չունի, դե հիմա փորձեր արեցինք, ֆիզիկայի օրենքեր ստացանք, բայց հիմա ամբողջ աշխարհը այ էլեկտրաէներգիան Ֆարադեյի փորձերի հիման վրա է հիմնականում ստանում ու ինքը էնել ինչպիսի կիրառություն ունեցավ մեր կյանքում կենցաղում։ Տիկին Վարդանյան, դուք ուսուցչի երկարամյա փորձ ունեք։ Ինչպես է փոփոխվել ձեր աշխատանք այս տարիների ընթացքում։ Այսօր տվել են շատ լայն մեծ հնարավորություններ երեխաներին մտքի թռիչքի, իր այդ շրջանակներից դուրս գալու, երեխան կարող է եւ հանրապետությունում որքան որ բուհերը ցանկանան այնտեղ կարող է ընդունվել, ավարտել իր գիտելիքները զարգացնել, պլյուս դրան դուրս գա երկրից, այսքան սարքավորումները կոնկրետ իմ առարկայի ժամի որ կա երեխան դրանով բազմափորձություն է ձեռք բերում, երեխա գիտելիքները բավականին բարձր մակարդակի վրա է կանգնում։ Մակածված հոսանքի բացատրությունը Լենցի կանոնով ով է ցանկանում ցույց տա։ Արի Սամվել։ Վերցրու խողովակը, վերև ուղիղ պահի, պահի վրա, թող, ձեռքը թող, ահա, 9.8 մետր վարկյան քառակուսի երկրից շատ ճիշտ է, ահա։ Հետո մենք մեր խողովակին ավելացնում ենք մեր լենցի կանոնը ցուցադրող սարքը, չափիչը, որի վրա որ ունենք կոճ, ունենք բանալի եւ հաղորդալարեր եւ Էլ ինչ ունենք։ Եվ լամպեր։ Լամպերը, ապրես։ Մենք ունենք այստեղ հոսանքի աղբյուր, որ մեր լամպը վառվի, կզարմանանք, չէ, ինչի վառվեցի, բա պիտի բաց։ Ունենք նաև հաղորդիչ մետալ։ Վաղ ինձ։ Կոկնեմ։ Հիմա մագնիսը գցում ենք վերևից։ Ուշադիր նայեք լամպերին։ Հոսանքի աղբյուր չկա, բայց ուշադրություն երեխաներ։ Ինչ եղավ, լամպերն ինչ եղավ երեխաներ։ Լամպերը վառվեց, այսինքն հոսանք առաջացավ, բացատրի, ուզում եք կրկնի Սամվել ջան։ Ահա, հիմա բացատրի փորձեությունը։ Ուրեմն մեր մագնիսը անցնելով մեր մետալի միջով ինքը դանդաղում է, որովհետև մետալի մագնիսական դաշտը հակազդում է մեր մագնիսի մագնիսական դաշտը։ Շատ ապրես։ Հետո անցնելով մեր կոճի միջով մեր հաղորդալարերով մեզ հոսանք է տալիս լամպերին ու լամպերը վառվում են։ Սամվել մի հարց տամ։ Ինչու սկզբից դանդաղավ, ինչու ազատանկման դեպքում երկխցում էր մեծ արագացումով 9-8-ով ընկավ, բայց երբ կոճի մեջ մցրեցիր, ավելի դանդաղ ընկավ քո մագնիսը։ Այստեղ էներգիայի պահպանման օրենքի խախտում կա, թե չէ։ Հա, եթե ընկներ նույն արագացմամբ, մեր հաղորդալարերը կտաքանային, ավելի համ ջերմություն կանջատեր, համ հոսանք կստանայինք, իսկ դրանց Եվ նույն արագացում ապրես, Սամվել ջան, իհարկե երեխաներ, նույն արագացմամբ եթե ընկներ, փաստորեն մենք ստացանք մակածված հոսանք, եւ այդ հոսանքը ջերմություն պետք է անջատեր եւ արագացումը պահպաներ, իսկ դա խախտեր էներգիայի պահպանման օրենքը, որը ում օրենքն է փայլուն ցուցադրումը Լենցի օրենքի փայլուն ցուցադրումներ։ Նստի Սամվել ջան, ապրես։ Մարդը բնության մի մասնիկն է։ Երբ որ դու քեզ լավ ես ճանաչում, բնությանը լավ ես ճանաչում, ուրեմն դու հաստատ այդ բնության մեջ կարող ես լավագույնս դրսևորվել։
Ես ուզում եմ օղմի օրենքը ցուցադրել, արի Նարեկ ջան, օղմի օրենքը ցուցադրող փորձ։ Եվ ես մի րոպե Նարեկ ջան, շատ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր լաբորանտին, որ այս ամբողջ փորձերը, ամբողջ դասապրոցեսին ինքը ներկա է գտնվել, ինձ օգնել է չափից շատ, շնորհակալություն, որ դուք կաք։ Մեզ 1 վոլտ է տված, հիմա իսկ ամպերաչափը բարձրացել է նույնպես 1 ամպեր։ Լավ։ 1 ամպեր, այստեղ վոլտը 2-ը։ Լավ։ Բարձրացնելով վոլտը, նույնպես բարձրացնում է նաև ամպերը։ Ահա, բարձրացրու։ Փորձը այստեղ մենք կարող ենք գծենք գծակի։ Ահա։ Եվ բարձրացնենք ավելի շատ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ նույնպես բարձրացավ ամպերը, որ դարձավ 2.3։ Այստեղ ին ուղիղ համեմատական է ու-ին։ Ապրես, ին ուղիղ համեմատական է, որտեղ բարձրացնելով լարումը բարձրանում էր հոսանքի ուժը։ Եվ Գեորգովը վերջնական շղթայի տեղամասի համար ինչպիսի օրենք ստացավ։ Ին հավասար է Բաժան, երեխաներ, դուք համոզվեցիք այս օրենքի մեջ շղթա։ Տեսեք, լարումը մեծացրեց, քանի արժեք տվեց լարման։ 3 անգամ մեծացրեց, 3 անգամ էլ հոսանքի ուժը ուղիղ համեմատական բարձրացավ։ Եվ սա կոչվում է օղմի օրենք շղթայի տեղամասի համար։ Ձեր ուսանողական տարիներից խոսենք, որտեղ եք սովորել, պատմեք ձեր ուսանողական տարիներից ինչպես է անցել։ Ավարտել եմ մանկավարժական ինստիտուտը, շատ հետաքրքիր ունեցել եմ եւ հետաքրքիր ընկերուհիներ, որոնց հետ ես կարողացել եմ քննարկել մեր օրվա դասեր, ունեցել եմ շատ լավ դասախոսներ, շատ, որոնք իսկապես գիտելիք են տվել, ու ես հասկացել եմ, որ ես այդ հարցում բոլորովին չեմ սխալվել, շնորհակալ եմ բոլորից, եւ մեր դասախոսներից, եւ անձնակազմից, եւ իմ ընկերուհիներից, որոնք ձևավորեցին ինձ որպես ուսուցիչ։ Նարեկ, հիմա ասենց հոսանք անցնի բանալին։ Ոչ, բանալի փակա։ Դե փակի բանալին հիմա։ Նարեկ, վոլտաչափը ինչպես է միանում հոսանքի աղբյուրին։ Պլյուսը այդ կողմը, մինուսը, եւ սա ինչպեսի միացում է, զուգահեռ, իսկ ամպերաչափը սպառիչին ինչպես է միանում, հաջորդաբար, էլի պլյուս մինուսը որը կլինի Նարեկ ջան։ Այ շատ ապրես։ Նարեկ, եթե ես տեղերը փոխեի, ցույց կտար, կաշխատեր քո ամպերաչափը մինուսը տանեի պլյուս բևեռին։ Կաշխատեր այդպես, ոչ, չէր աշխատի։ Իսկ եթե ես ամպերաչափը զուգահեռ միացնեի, կաշխատեր, դարձյալ չէր աշխատի։ Ճիշտ է, ապրես Նարեկ ջան, սա օղմի օրենքներ շղթայի տեղամասի համար։ Կուզենամ նաև անդրադառնանք ուսուցիչներին, թե այսօր ուսուցիչը ինչ կրթական կարիքներ ունի եւ ինչպես է պետք այդ կարիքները բավարարել։ Կրթական կարիքներից առաջինը իմ առարկայի տեսանկյունից ես շատ շնորհակալ եմ լաբորատորիայի կահավորման համար։ Դա առաջին ամենակարևոր պայմանը իմ առարկայի տեսանկյունից։ Դա շատ կարևոր էր։ Եվ եթե չգիտեմ իմ ձայնը բարձրացնեմ տեղ կհասնի թե չէ, ես ուզում եմ ուրեմն նոր գիտական խումբ բացվի Space 42, որտեղ մարզերին աստղադիտարանը ձեր դպրոցում այդպես է կոչվում, եթե հնարավոր է, այդ դրա կարիք ունենք, կազմակերպեք, մեր մարզում չկա, կա 5 մարզեր, այդ ծրագիրը, մեր մարզը ներկայացված չի, ես մեծ հաճույքով իմ խմբին կտանեի այդտեղ, իրենք մի օրով գալիս են, սեմինարներ են կարդում ու իրենց աստղադիտակներով ամբողջ տիեզերքն են, օրինակ դրա կարիքը շատ ունեմ։ Ձեռուչի սարքը նախատեսված է 120 վոլտ լարման եւ 2 ամպեր հոսանքի համար։ Որքան է ձեռուչի դիմադրությունը, սարքի հաջորդաբար ինչ դիմադրություն պետք է միացնել, որպեսզի հնարավոր լինի այն միացնել 220 վոլտ լարման ցանցին։ Անպայման խնդիր լուծելուց գծագիրը պետք է լինի։ Դա ինչի սխեմատիկում, դա ինչի նշան է։ Ջեռուցիչ տարի նշան է, ճիշտ է, էլեկտրական շղթայում։ Ահա։ Մի քիչ զուգահեռ միացրած է։ Ահա։ Ապրես։ Այսինքն դու հիմա ամպերաչափը ինչպես ես միացրել ջեռուցիչ տարից։ Զուգահեռ։ Ամպերաչափը հաջորդաբար, իսկ վոլտաչափը զուգահեռ։ Պարտադիր, ապրես։ Նրանց նշանները պետք է բռնեն, պլյուսը պլյուսը,
Ապրես, ամեն սարք ունի իր պլյուս մինուսը։ Եթե դու այս կողմով միացներ մինուսով կաշխատեր սարքը, չէր աշխատի։ Այստեղ արդեն մեր վոլտը հավասար է 220 վոլտ։ Ահա, այդ դեպքում ինքը աշխատելու քանի լարման տակ 220-ի տակ երբ որ միացնում ես։ Մեզ արդեն որ ասում է հաջորդաբար դիմադրություն, այսինքն մեր ամպերը մնում է նույն արժեքին։ Ինչու ամպերը նույնը, որտեղ հաջորդականի ժամանակ հոսանքի ուժը մնում է, ճիշտ է ասում, Ռազմիկը երեխաներ, հա, հաստատուն է մնում։ Ահա։ Կարող է Ռազմիկ խափում է, դուք պետք է կողքից ասեք երեխեք։ Ուսուցիչ լինելը այսօր մասնագետին ինչ է տալիս, ինչպես է զարգացնում իրեն որպես անձ։ Երբ մարդը որոշում է մանկավարժ դառնալ, նա իր առջև պետք է երկու խնդիր դնի։ Առաջին, որ կարող է կրթել տվյալ սերունդին, նա պետք է անպայման գիտելիք տա այդ սերունդին, եւ երկրորդ, սերունդին մարդ դաստիարակել։ Ինքը իրեն հարց տա. Ես կարող եմ այդ երկուսը բավարարել։ Եթե բավարարեց, ուրեմն ինքը հաստատ հաջողության կհասնի մանկավարժության բնագավառում։ Ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել լավ զրույցի եւ լավ դասի համար։ Ես այս դասը երբեք չեմ մոռանա, մատս էլ չեմ մոռանա։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։ Հաջողություն։ Շատ շնորհակալ եմ։ Հաջողակի հանդիպենք։ Ուսուցիչը մեր կյանքի ճանապարհը հարթող, մեզ ճիշտ ուղղության վրա դնող կարևորագույն մարդկանցից մեկն է։ Ուսուցիչը մեզ ամենաշատ օգնող մարդն է, ով ամենամեծ դերն է ունենում մեր կյանքի ու մեր գիտելիքների վրա, ուսուցչից դաստիարակություն ենք ստանում։ Ոչ միայն գիտելիքները փոխանցում աշակերտին, այլ նաև կարևոր արժեքներ, որը հետագայում արդեն աշակերտին շատ է պետք գալիս։ Ուսուցիչը մեծ նշանակություն ունի մեր կյանքում, քանի որ մեզ սովորեցնում է կրթվել։ Ուսուցիչը այն անձն է, ով մեզ տալիս է գիտելիք, մեզ ուղեկցում է նաև դպրոցում ու ինչու՞ չէ նաև ամեն հարցում։ Ամենակարևորը նաև մարդկային արժեքներ է փոխանցում քեզ։ Ամեն ինչ անում է, որ երեխան կրթվի, իսկ եթե երեխան ցանկություն ունենա, կրթվի, բայց եթե որ ցանկություն չունի, ուսուցիչը ինչքան էլ տանջվի, էլի։ Տիկին Վարդանյան, իսկ ով է ձեզ համար ուսուցիչը։ Ուսուցիչը ոչ միայն գիտելիք պետք է տա, ուսուցչին հիշում է նաև իր բարի թողած հետքերով։ Հիրավի, ամենակարևոր մարդը դպրոցում, ամենակենդանի օրինակ աշակերտի համար հենց ինքը ուսուցիչն է։ Մեր հաջորդ հանդիպումը գուցե լինի հենց ձեր դպրոցում։ Կհանդիպենք։